Բարև ձեզ, այսօրվա իմ Ամաս Հովհաննիսյան YouTube ալիքի հերթական հաղորդումը այս անգամ Երևանից վերնագրել եմ Իսահակյանն ու մետրոն։ Բայց նախքան թեմային անցնելը բաժանորդագրվեք խնդրեմ իմ Ամաս Հովհաննիսյան YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամաս Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսպես Իսահակյանն ու մետրոն։ Հիմա դուք տեսնում եք Երևանի մետրոպոլիտենի երիտասարդական կայարանը։ Բանն այն է, որ վերջերս ինչ-որ առաջարկություններ տեսա համացանցում, ըստ որում նաև որոշ պաշտոնյաներից, որոնք առաջարկում են Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ վերանվանել երիտասարդական մետրոն, այն կոչել Իսահակյանի անվան։ Ավելի անհեթեթ առաջարկություն չի կարող լինել, որովհետև ինչու Իսահակյանի անվան մետրոյի կայարան։ Նախ ասեմ, որ երիտասարդական անունը շատ համահուն չէ, շատ տեղին է եւ պատահական չի ընտրված, որովհետև այս շրջակայքում մի քանի բուհեր են, բարձրագույն ուսումնական հաստատություններ են։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, բժշկական ինստիտուտը, գյուղատնտեսական ինստիտուտը, մի փոքր ներքև անասնաբուժական ինստիտուտը, դրանից մի քիչ ներքև էլ Երևանի պետական համալսարան։ Ես պատահական չեմ ասում ինստիտուտներ, որովհետև գիտեմ դրանք հիմա համալսարաններ են կոչվում, նույնպես անհեթեթություն է, որովհետև այնպես ինչպես հետո էլ ուսումնարանները նրանք կոչեցին քոլեջներ, որ ինչ։ Մի խոսքով ինձ համար պոլիտեխնիկական, բժշկական, գյուղատնտեսական ինստիտուտներ եւ Հայաստանում կա մի մայր-բու համալսարան։ Մի խոսքով այս բուհերը բարձրագույն ուսումնական հաստատությունները երիտասարդական մետրոյի շրջակայքում են եւ պատահական չէ, որ հենց մետրոյի կայարանը կոչվում է երիտասարդական։ Հիմա ինչ որ որոշել են դարձնել Իսահակյանի անվան։ Ճիշտ այնպես ինչպես ժամանակին մի անհեթեթ առաջարկություն եղավ Շարլ Ազնավուրի Իրեւ Շարլ Ազնավուրի, ոչ թե Շարլ Ազնավուր, Շարլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Զվարթնոց օդանավակայանը վերանվանել, կոչել Շարլ Ազնավուրի անվան։ Լավ է, որ դա չարվեց։ Զվարթնոցը լավ, շատ երաժիշտ անուն է եւ Ազնավուրի անունով օդանավակայանը կոչողներից շատեր էլ համոզված եմ սա երկերից գաղափարից չունեն։ Երիտասարդական մետրոյի երիտասարդական կայարանի կողքին է Ավետիք Իսահակյանի արձանը։ Խնդրեմ, տեսնում եք։ Եվ ճշմարտությամբ պետք է ասեմ, որ թե ժամանակին այս տարածքը բավական անմխիթար էր, հիմա տեսնում եք ինչպես են մշակում։ Բավական մշակված է, մաքրված է, կանաչապատված է։ Խնդրեմ։ Եվ խոսքով, բայց խնդիրն այն է, որ եթե ուզում են Իսահակյանի 150-ամյակի առթիվ մի բարի գործ արածել են, ապա գուցե մտածեին այս շրջապատի այս հազարը մի անհեթեթ ու տգեղ տաղավարները գուցե հեռացնեին, հանեին, կամ այսպես սպուրակի մեջ ուտուշ խմելու ուտելու տեղեր են սարքել։ Խոսքով սա է Ավետիք Իսահակյանի արձանը, որը ոչ մի կապ չունի Իսահակյանը Երևանի մետրոյի հետ։ Սեր Իսահակյանին հանգիստ թողեք, Երևանի մետրոն էլ հետ է։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը բաժանորդագրվեք խնդրեմ իմ Ամաս Հովհաննիսյան YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամաս Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածում։ Ցտեսություն կհանդիպենք։